ամենալավ տեղը եկեղեցում լինելն է։ Դրանից լավ տեղ չկա։ Որտեղ Հիսուսն է ներկա, որտեղ իր փառքը, իր խոսքը, եղբայրները խոսում են, հորդորում են, շատ լավ Տեր օրհնի եղբայրներին։ Իմ նպատակն է, որ ես խորը հասկանում եմ, ինչքան հավատքդ աճի, ինքան հոգևոր տեսողությունդ կբացվի, ավելի լավ բաներ կտենաս։ Մովսեսի համար ասում է, եւ հավատքը մեծացավ։ Հիմա ես ուզում եմ այսօր հավատքի մասին խոսել, որպեսզի մեր հավատքը ավելի շատ մեծանա։ Եբրայեցիս 12:2-ը Հիսուսին նայեք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ այն ուրախության համար որ առջև կեցած էր, խաչը հանձարավ, ամոթ արամարեց, Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Մեր կյանքում շատ բաներին ենք նայել ու շփոթվել ենք։ Հիսուսի նայել ինչ է նշանակում։ Դրա համար ես մի համար կարդամ, Հիսուսի նայել ինչ է նշանակում։ Եսայի մարգարության մեջ այդ մասին գրված է։ Ներողություն, Երեմիան եմ պետք է բացեմ։ Ով ազգ է, Տիրոջ խոսքին նայեցեք։ Երեմիա 2:31-ը։ Հիսուսին նայել, նշանակում նրա խոսքին նայել։ Մի անձնավորություն կար Սուրբ գրքի մեջ, շատ հոգևոր զորավոր մարդ է եղել։ Հələ նայեք, այդ մարդը ինչին է նայել իր ամբողջ կյանքի մեջ։ Եվ սա զարմանալի բան է։ Ինչին է նայել Հոբը։ Այս խոսքերը ինձ զարմացնում է։ Տեսեք ինչ է գրած 6-րդի 10-րդ, բայց տակամին այս մխիթարություն դունամ, անողորմ ցավի մեջ պետք է ուրախանամ, որ ես Սուրբի խոսքերը չուրացա։ Այդ ինչ կյանք էր տենում Աստծո խոսքի մեջ, որ անողորմ ցավի մեջ մխիթարում եւ ուրախանում է։ Նա երեխաների մեջ կյանք չէր տենում, ինչպես այսօր շատ տատիներ, պապիներ ասում են իմ կյանքս, իմ արևս, իմ լույսս, իմ աստղերս, ես ինչ են ասում։ Բայց 10 երեխեն մեռավ, ասես, Տերը տվավ, Տերը տարավ, օրհնյալը Տիրոջ անունը։ Կինն էլ անարգեց իրան, ասեց, որդնում ես։ Նա երեխաների ընտանիքի մեջ կյանք չէր տենում, կյանքը տենում էր Աստծո խոսքի մեջ։ Հարուստության մեջ էլ կյանք չէր տենում, կյանքը տենում էր Աստծո խոսքի մեջ։ Առողջության մեջ էլ կյանք չէր տենում, կյանքը տենում էր Աստծո խոսքի մեջ։ Արդյոք մեր հավատքը այսպիսին է թե ոչ։ Շատերը հավատք են ասում։ Հոբի կյանքում այս մարդը նաև տեսեք ինչ է ասում։ Հələ նայեք, տեսեք ինչ է գրած գրքի մեջ։ Թեև անիկա զիս սպանե, ես անոր պիտի հուսամ։ 13:15 Այս մարդը Տիրոջ սպանելու մեջ կյանք էր տենում։ Ինձ սպանել ես կյանք տենամ իր մեջ։ Էսի լուրջ հավատք է, եղբայրներ քույրեր։ Ես կուզեմ մի հատ հետաքրքիր պատմություն պատմել։ Մեր եղբայրներից մեկին բանտ անստած երկար տարիներ Վերում է մի հատ փոս փորել են տալի 2 մետր խորությամբ,
Աղաքին էլ երեխաներ, բերում են երեխանին այդ կնոջը իջնում են այդ փոսի մեջ։ Եվ լապատկեն տալում են ձեռ, ասում են լսի հողը։ Չի լսում։ Մավան աշճանից էծում են, այրան լվա են անում։ Բայց նա այդ լվա վիճակի մեջ ասում է, մի վախեցեք, դու անմահ եք, դու գնում եք Հիսուսի մոտ։ Հողը լսում են իրանք, մինչև վերջ։ Նա փառք է տալի Աստծուն, լացելով, ողբալով։ Տենում են, որ այս մարդը, այս ինչ մարդ է։ Հողը տալիս է միան երեխեքին կնոջը հանում են մի կերպ շնչայել։ Բոլորն էլ ապաշխարում են։ Եղբայրներ քույրեր։ Մենք այս մարմնի մեջ, եթե կյանք ենք տենում, մենք շփոթված մարդիկ ենք։ Մեր կյանքը դիտենանք Աստծու եւ նրա խոսքի մեջ։ Հիսուսին նայեք։ Հիսուսին նայենք ծննդյան օրից մինչև խաչելություն։ Ինչ ենք տեսնում։ Հիսուսին նայենք։ 30 տարի ոչ մեկ չիմացավ, որ ին Քրիստոս հրաշք գործող է։ Ունայնացրեց իր անձը։ Հիսուսին նայի, որ ունայնացնես քո անձը։ Քո անձը առամարես։ Ես խորը համոզված եմ, եթե մարդի աչքերը չբացվավ, ինքը իրան չառամարեց, ես մի խոսք եմ ուզում կարդալ, Սուրբ գրքում գրված է այս մասին, մենք կարդում ենք, բայց չենք հավատում, որ այդ մարդն ենք։ Հռոմեացիս թղթի մեջ 3-րդ գլխի 4-րդ խոսքում տեսեք ինչ է գրված։ Սակայն Աստված ճշմարիտ թողլա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի քո խոսքերի մեջ արդար լսած դատաստանատեն դուն հաղթես։ Այս խոսքին նայի։ Ես այս խոսքին հավատքով նայել եմ, ինձ բացել է, որ ասում է, դու ոչ թե ստություն ես, ստության մայրաքաղաք ես։ Ես կարծում էի, ջահել էի, չէի հասկանում, բայց մի օր Սուրբ Հոգին կանգնեցրեց այս խոսքերի վրա։ Լսեք ինչ է գրած։ Այս խոսքերի վրա կանգնել, Աստծո խոսքի նայել է պետք, սովորել է պետք Աստծո խոսքին։ Նայեք ինչ է գրած Տիրոջ խոսքի մեջ։ Ստությունը ատեցի, անարգեցի, բայց քորենքը սիրեցի։ Եթե ստություն ես դու, Պավել, մայրաքաղես ստության, ինչ չես ատում, անարգում քեզ, որ Տիրոջ օրենքը եւ իրան սիրես ավելի շատ։ Մենք Տիրոջ խոսքին չենք նայում։ Ինչ ասում Աստծո խոսքը։ Աստծո խոսքը մարդի աչքերին դեղ է դնում, որ մարդի աչքերը բացվի, տեսեք ինչ դեղ։ Հոբը բաներ կար չէր հասկանում, բայց նրա փափագը չեղավ առողջանալը, հələ տեսեք ինչն է նրա փափագը, ես մարդի փափագը ինչն էր, հələ նայենք ինչ է գրած, երանի թե կարող լնայի գտնել նրան, մինչև նրա աթոռը կեթայի, նրա փափագը չեղավ առողջանալը, երեխաների վերադառնալը, հարստության վերադառնալը, նրա փափագ եղել է այս խոսքը, կարծում եմ ես, երանի թե կարող լայի գտնել նրան, մինչև նրա աթոռը կեթայի։ Հոբ 23:3-ը, ես մարդը, Աստծո խոսքին ապավինել, Աստծո խոսքը մղում է Աստծո աթոռին գնալ, ինչի համար է մղում, ինչի համար է մղում Աստծո աթոռին գնալ, ինչը տեսնելու համար, ինչը հասկանալու համար, եղբայրներ քույրեր, մենք բոլորս մարդ ենք, եկել ենք երկար տարի հավատքի մեջ ենք, բայց բաներ կա, որ մենք չենք հասկանում, նայեք ինչ է գրած գրքում, նայեք ինչ է գրած, մեր անրությունները քո առջև տեն, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լույսի մեջ է, ինչեր Հոբը ուզում տեսնել Աստծո երեսը, Աստծո աթոռը,
որ իր ծածուկ մեղքերեն հայտնվեր։ Իմ կյանքում եղել է եղբայրներ քույրեր։ Ես էլ եմ փափագել Տիրոջը գնալ։ Եվ իմ ծածուկ մեղքերը բացել Աստված։ Ասես դու փոխանակ պարծենաս Քրիստոսի խաչով, դու պարծեցալ ես ինչ որ ուրիշ բաներով։ Բացեց իմ կույր աչքերը, մի տարի լացել աղոթելուց հետո։ Որ քո Աստծո խոսքին նայի, ծածուկ մեղքեր կա քո կյանքի մեջ, դրա համար հոգևոր չես աճում։ Հիսուսի նայել նշանակում է նրա երեսի լույսը հայտնվել։ Լսեք, ինչ կատարավ Հոբի հետ։ Այս մարդը, վերջը մեր նման մարդ էր։ Միսու ոսկոր էր։ Նայեք ինչ է գրած։ Ես քո վրայով ականջերով լսել եմ, բայց իմ աչքերս տեսնում են քեզ։ Հիշում եք 30 գլխում գրված այսպիսի համար։ Մարդիկ եկան երեխաներ, որ իրան անարգում էին։ Ասմա, այս մարդիկ, որ անարգում են ինձ, իրանց հայրերին շների հետ դնել չէի հաճում։ Շնի սազեր համարում այդ մարդկանց, բայց իմը տեսեք ինչ ասում։ Աչքերս կտեսնեն քեզ, անոր համար իմ անձս կառհամարեմ, հողի մոխրիվա կզղջամ։ Բացվավ իր ծածուկ մեղքը։ Անձը առհամարել սովորեց։ Ոչ թե հրապարակի մեջ էր դնում իր անձը։ Այսօր շատերս կարող են մեր հոգևոր կյանքի ընթացքում մեր անձը հրապարակի մեջ ենք դնում։ Եվ ասում ենք կույրին աչք էինք, կաղին ոտ էինք, ես էինք, են էինք, առանց ինձի ոչ մի բան չէր ելնի, բայց դու իմացի, դու պիտի մի խոստովանություն անես, որ կյանքում կարող է խոստովանություն չես արել։ Այս խոստովանությունը ես համոզված եմ, շատ քիչ մարդիկ են անում։ Շատ քիչ մարդիկ են այս խոստովանություն անում, եղբայրներ քույրեր, ես շփվում եմ ժողովրդի հետ, տեսնում եմ ժողովրդին։ Տեսեք ինչ է գրված։ Նույնպես դուք, երբ որ բոլոր ձեզի հրամանված բաներ ենեք, սեք թե մենք անպիտան ծառաներ էինք, քանզի զայն որ պարտական էինք ենելու էինք։ Ամեն հոգևոր գործերից առաջ կամ վերջում խոստովանում ենք, որ անպետք ենք։ Մենք չէ, պիտանի ենք, կարևոր մարդ ենք։ Այդ խելքին ենք մենք։ Անպետք, ուզում ես երկին գնա, տես, աշխարհի բոլոր աշկներ արա, պետք է խոստովանես, որ անպետք ես, Պավել։ Քան անգամ եք խոստովանում։ Ով է խոստովանում, որ անպետք է։ Դրա համար եղբայրներ քույրեր, երբ որ դու մի ամիս լուրջ ամեն օր խոստովանես անպետք ես, կսկսես ատել ու առհամարել քեզ։ Կսկսես ատել առհամարել, որովհետև եղբայրներ ջան, շատ հավատացյալներ կան, որոնք այս հոգևոր թեմաները չեն ուզում հասկանան, չեն ուզում ուսումնասիրել, որ Հիսուսի նայեն, հավատ սովորեն, իրանց առհամարել սովորեն, իրանց ճնշել սովորեն, իրանց հաղթել սովորեն։ Հələ տեսեք ինչ է գրած գրքի մեջ։ Օրենքը սուրբ է, պատվիրանքը սուրբ, արդար ու բարի։ Ինչի օրենքը մենակ սուրբ է, բայց պատվիրանը համ սուրբ է, համ արդար է, համ բարի է։ Ով այդ բարությունը սովորացել Պողոսին։ Պողոսը երբ հասկացավ, որ իր մեջ բարի բան չկա։ Ասում է պատվիրանները վրաս հասավ, մեղքը ողջնցավ, եւ ես հասկացա մարմնավոր եմ, Աստծո օրենքը հոգևոր է։ Հոգևոր մարդ պիտի ծնվի մեջ, հոգևոր մարդ պիտի աճի մեջ, որ կատարի Աստծո օրենքը։ Թե չի կարելի։
Տեսեք մարմնավոր ինչ է նշանակում։ Քանզը մարմնավոր խարույկ Աստծո դեմ թշնամություն է, վանզի Աստծո օրենքին չի նազանդի, մանավանդ չի կնե։ Վանզի մարմնավորը չեն կնա Աստծուն հաջողալ։ Այդ բարությունը ով տյանի քեզ, որ դու հասկանաս, դու բացի թշնամություն անելուց պավել ուրիշ հատկություն չունես։ Այս ով դի բացի ինձ։ Պատվիրանը շպրտի մեյան, Մատթեոս 5:6 շպրտի մեյան, տենամ հոգուտ աշկերդ կբացվի։ Այդպես կուրել կմնաս, հպարտել կմնաս, մեծամիտել կմնաս։ Ով բացեց Պողոսի մորնա մեջ մեղքն է թագավորում։ Ով բացեց։ Պատվիրանը բացեց։ Պատվիրանը բացեց։ Այսօր շատերը պատվիրանը շպրտեն մեյան։ Քո թշնամու սիրի, քեզ կծեծե մյուսի շուրտուր։ Քեզ կթալանեն էսել դուր։ Բահակը բռնեն գնա։ Խոնարհվի, անձը տուրացի, խաչի անձդ։ Պողոս ինչ սովորեց, Հիսուսի նայելով ինչ սովորեց։ Տեսեք ինչ է սովորել Պողոսը։ Պողոս ինչ է սովորել Հիսուսի նայելուց։ Ինչ է սովորել այս մարդը։ Քրիստոսի հետ խաչի ելա, այլևս ես կենթանի չեմ, ապա Քրիստոս կենթանի մեջս, որ հիմա մարմնովս կապրիմ, Աստծո որդուն հավատքով կապրիմ, որ զի սիրեց, իր անձ ինձ համար մատնեց։ Եղբայրներ քույրեր, Հիսուսի նայելուց սովորում է խաչվել Հիսուսի հետ, որ Հիսուսի հավատքով ապրի ինքը։ Իր հավատքը չի։ Մեր հավատքի առաջնորդը կատարողը նա է։ Մենք պետք է խաչվենք, որ չխանգարենք իրան։ Ով որ Հիսուսի նայելուց չի ուզում խաչվել, նա ոչ երկինք կետա, ոչ է կփրկվի։ Այս ճանապարհ ընտրեք։ Գաղատացիս 2:20։ Պողոս առաքյալը խեր ամենատեն մահանում, խեր Քրիստոսի մահակնում, խեր ամեն օր մեռնում։ Մեզնից խելացի, մեզնից նվիրված, մեզնից սուրբ մարդ է։ Ինչի էր ամեն օր մեռնում։ Կարդում եմ Սուրբ գրքի մեջ, այդ մասին գրած է։ Այդ մարդը ոնց էր ամեն օր մեռնում։ Առաջի Կորինթացիս 15:31 Վկա կբերեմ այն պարծանքը, որ ձեր վրա ունիմ Քրիստոսով, որ ես ամեն օր կմեռնիմ։ Ամեն օր մեռնում էր այս մարդը։ Մեզնից խելացի, մեզնից նվիրված, մեզնից սուրբ մարդը ինչ էր ամեն օր մեռնում։ Նա խելքը չէր հասնում։ Մեռնում էր, որ չխանգարի Հիսուսին։ Մի հատ հարց տամ ձեզ։ Բոլորս էլ ապրել ենք։ Հիսուս 5 տարեկան հասակում կատարյալ սուրբ էր։ 10 տարեկան հասակում իր սրբությունը շատացավ, թե չէ։ Հարց եմ տալիս ձեզ, որպես մարդ։ Շատացավ, չէ։ Հիմի 20 տարեկան եղավ, 5 տարեկան ավելի սուրբ, 30 տարեկան եղավ, ավելի սուրբ։ Դրա համար Սուրբ գրքում գրված է. մինչև ամեն սալ հասնենք հավատքի, Աստծո որդու ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լինելու Քրիստոսի նման հասակը։ Մենք որ ջրով հոգով մկրտվում ենք, մեր մեջ ծնվում է նոր մարդ Քրիստոս։ Այդ նոր մարդը պետք է Աստծո խոսքին նայելով աճի։ Հիսուսը նայելով աճեց։ Իսկ ես ու դու չենք ուզում նայենք այդ խոսքին, որ աճենք։ Աստծո խոսքի հետ մարդը ինչպես դի շփում ունենա։ Այսօր շատ հավատացյալներ Սուրբ Գիրք չեն էլ կարդում։ Ես շատ տեղեր եմ հարցրել։ Չեմ ուզում ստեղել հարցնել։ Շատ տեղեր հարցնել եմ, Սուրբ Գիրք չեն էլ կարդում։ Հələ նայեք ինչ է գրած Սուրբ Գրքի մեջ։ Ինչ է գրած Սուրբ Գրքի մեջ։ Անիկա իր քով մնա, կյանքի բոլոր օրի մեջ կարդա, որպեսզի իր Տեր Աստծուց վախնալ սովորի։ Ով էր ամեն օր չի շփվում Սուրբ Գրքի հետ, չի նայում այդ խոսքին, իր մեջը չի լուսավորվում,
Աստծո խոսքը զորություն ունի մեզ սրբելու, մեր պղծությունները, մեր կուրքերը մաքրելու, նա կրակ է զորությունի, պատկերացեք սա սառույցի կտոր է, գցենք մեծ կրակի մեջ, մեկ չետո գոլոշանակ դառնա ջուր, մեկ գոլոշանակ վերանա կմնա կրակը, Աստծո խոսքը կրակ է և Աստված մաշող կրակ է, գրված է Եբրայեցիս 10 գլուխ վերջի խոսքը, եղբայրներ քույրեր, մենք հավատքի ենք եկել որպեսզի Հիսուսի նայենք, ինչի համար իրան պետք որ նայենք, ինչի համար Աստված այս խոսքերով գրում է մեր մեջ, ինչի համար, ինչ նպատակ ունի, մի բան կա գրքի մեջ գրած, որ մենք այդ խոսքին, որ կարդում ենք, մենք հասկանում ենք մի ուրիշ բան, նայեք ինչ է գրած, որու միջոցով Աստծուն հավատացիք, որ զանիկան մերնեն հարուց, անոր փառավորություն տվա, որպեսզի ձեր հավատքը հույսը Աստծո վրա լինի։ Իրա միջոցով ենք հավատքի գալու։ Իրան նայեք, իրա խոսքին նայեք, որպեսզի հավատքը շատանա։ Օրինակ մի խոսք է գրված ողջ Երեմիայում, ասում է, ով է նա խոսի, եթե Տերը հրամայած չի։ Ես հիշում եմ այսօրվա պես։ Սարդարապատու անտառում, փոքր անտառ այնտեղ, երիտասարդական պաշտոն, եկել կապիտան կոմունիստների ժամանակ, կապիտան եկավ։ Ես ինչա գորգռած չբրած, ասի կապիտան ջան։ Խնդրում եմ, աղաչում եմ քեզ, թող քարոզս վերջացնեմ, ուր կտանես, բանդ կտանես, ու ինչ ուզում ես արա, մինակ մի խանգարի, խելոք նստավ։ Իմի վերջացրի, ասի քելանձի ուր ուզում ես տար։ Քեզ տանում եմ ուղիղ Երևանի Սեպերտը, կոմունիստների ժամանակ, 70 քանի թվեր, 80 քանի թվեր չեմ հիշում։ Հիմի ասեց, ես քեզ տանելու եմ, ասի իմ վրա, երկագնդի վրա, իմ վրա, բացի Հիսուսից, ոչ մեկ իշխանություն չունի։ Ես իրա տղան եմ, դու կոմունիստ ես չես հավատում։ Եթե նա հրամայեց տար, դի տանես։ Բայց որ տարար հոկտեմբեր հասրեց, ինքը հրամայեց, իջնես եթամ տուն։ Չիլնելու, կյանքում չավատաս։ Հասանք հոկտեմբեր, խժում ճճում է, չգիտեմ ինչ է խժում։ Արա մերնում եմ, իչի կնա։ Ասի Հիսուս հրամայեց, անունը փառավորվի, անունը փառավորվի, հրամայեց։ Հրամայեց, իչա եղբարներին տեսա, եղբարնես մեկն ասեց, ավտոյիս համարը վեգալետ արելակ, այդ միլիցեն։ Ասի, հոկտեմբեր որդ է անստում, ասնի շիշտ է, ասի կելետանք վեգալեն, հենց դուրը պասի խժած, արա ինչ ես ումձնից, ուզում ես մերնեմ ես, ասի աղբորս համարներ տվետանք, ասեց առակ առեք հնացեն, եղբարներ քուրեր, Աստծո խոսքը, տիեզեր քաղաքավարում, դու ինչ ես քեզ ներկայացնում, որ քեզ չղեկավարի, որ չի ղեկավարում, քո սրտի հոգու մեջ մտած չի, դրա համար չի ղեկավարում քեզ։ Ես բանտել եմ, ես բանտում այդ կալանոն ձեն ենթարկվել, կապիտան անգամ ձեն ենթարկվել, որտև Տիրոջ խոսքը տիեզերք ղեկավարում է, թող քեզ էլ ղեկավարի և քո շուրնեք ղեկավարի։ Նա ունի զորություն, դրա համար Տիրոջ խոսքին ամուր նայեք, հավատքով նայեք, սրտանց նայեք, սրտանց, մարդը, տեսեք Աստծո խոսքի նայելը ինչքան զորավոր է, տեսեք, ցույց տամ Սուրբ Երկրում ձեզ, այսօր շատերը մեղքի առաջ խոնարհվում են, նայեք ստեղ ինչ է գրած, իմ սրտի մեջ պահեցի քո խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզ դեմ, Այդ ինչ զորությունն է Աստծո խոսքը։ Սրտիդ մեջ գրիր։ Միտեղ գրած է Երկրորդ Օրինաց 11:18-ում։ Այս իմ խոսքերը ձեր սրտի հոգու մեջ դրեք։ Շատերը կարդում են չեն հասնում, ինչ անշակում հոգու մեջ դնել։ Մարդ որ մեռավ, կարա մտածի։ Կարա խոսա։ Խիղճ ունի մեռած մարդը։ Կամք ունի մեռած մարդը, գիտակցություն ունի մեռած մարդը, այդ սաղ հոգու մասը։
Սրտի մեջ մտնելով պետք է անցնի հոգու մաս, ինչպես քո մեջը սիրտ կա մարմնավոր, արունը հոսում ամբողջ մարմնի մեջ։ Քո հոգևոր սրտից էլ պետք է խոսքը մտնի, հոսի քո հոգու աշխարհը։ Քո միտքը պետք է դառնա Քրիստոսի միտքը։ Դա մի անգամ չի դառնում։ Միտք առնել, միտքը նորոգել, միտքը գոտևորել, հասնել Քրիստոսի մտքին։ Սա արդյունքի ճանապարհ է։ Աստծո խոսքը։ Քո կամքը դառնա Աստծո խոսքը։ Դու կամք պետք է չունենաս երկրի վրա։ Սրտից անցնում է հոգու մասը։ Քո խիղճը մաքրվում է կատարյալ։ Դու դավանում ես, որ Քրիստոսն է կյանքը, ուրիշ կյանք չկա։ Գիտակցում ես, որ միայն Հիսուսի հետ ապրել այստեղ փառավորեք Տիրոջը, փառավորեք Հիսուսին։ Նարժանի է, եղբայրներ քուրեր։ Մենք հավատքի եկել ենք, որ հավիտյան իր հետ մեկանանք։ Մեկանանք։ Մեզ չի բերե, որ մենակ երգենք աղոթենք։ Մենք պետք է ձուլվենք իր հետ։ Մեկանանք։ Աստծո խոսքը մտնի քո մեջ, ղեկավարի քեզ, թագավորի քո մեջ, գրվի քո մեջ, քո մտքի մեջ, քո սրտի մեջ, քո խղճի մեջ, քո գիտակցության մեջ, լրիվ տիրի քեզ Աստծո խոսքը։ Այս ճանապարհը բռնեք։ Այս ճանապարհը բռնեք հոգևոր մարդ դառնալ։ Թե չէ, այս ճանապարհը չբռնեցիք չեք դառնա։ Ես նորից եմ ասում։ Մինչև այսօր ես լացում եմ իմ ողբս ամենօրյա ոտերի վրա արցունք եմ թափում, համբյուր եմ այդ ոտքերը, որովհետև նա արժանի է։ Ես եղել եմ եղբայրների մոտ ասել եմ, եթե Հիսուս ինձ դժոխքել գրկի, պետք է փառավորեմ իրան։ Նա արժանի է փառքերի, ոչ թե պետք է փրկի նոր փառք տամ։ Տառապանք, նեղություն, հալածանք, ինչ կա, ինձ գրկիր, որ քեզ հետ ձուլվեմ հավիտյան, իմ նպատակը Աստծո հետ ձուլվելն է, ոչ թե քարոզիչ դառնալ։ Ես եղել աղոթել եմ, ասել եմ, Երանի քարոզիչ չլի, Երանի սպասավոր չլի, աղքատ Ղազարոսի պես շները լիզեին ինձ, մի կտոր հացով ապրեի, մարդիկ չճանաչեին ինձ, Ղազարոսի նման սիրտ ունենամ, Աբրամի գոգնեթամ։ Դրանից լավ տեղ կա։ Ինչու համար մեր նպատակը երկինքը ձուլվել չի։ Ինչի մեր գանձերը երկինքը չի։ Որտեղ քո գանձեր, անդեղ էլ քո սիրտն է։ Այսօր շատերի սրտերը երկրի վրա է դեռ։ Դրա համար չեն փոխվում։ 30 տարվա, 40 տարվա հավատացյալներ են տեսել։ Իրա կնգա հետ յոլա չետում։ 40 տարվա քարոզիչ պատասխանում։ Երեխո հետ յոլա չետում։ Եղբայրներ քուրեր, ողջ մասա։ Ես ուզում եմ, մենք թշնամու հետ յոլա եթանք։ Այսօր մանավանդ հիմիկվա երիտասարդությունը շատ ծույլ, Աստծո խոսքի հետ կապ չունեցող, հենց նրանց մեծանում են, նույնիսկ որ ամուսնանում են, այդ ամուսնացածին սովորում են, հորմորը թե չաբրես, ուրիշ տեղ պի ապրենք, եթե մերը պետք չեն քեզ, դրանք չպրտեք էյան, դրանք ծերացած, նեխացած, հին մարդիկ են, դրանք չեն հասկանում կյանքը, ինձ էլ են իմի ասում, Պավելը մեծացել է, խելքը կործրել է, դրան ինչ հավատակ, իմել են, ջայլներ են ասում ինձ, ջայլներ են հետ են ասում, բայց այն հավատքը, որ ապրել ենք, այսքան տարի, 55 տարի սա կլրանա, ինչ տարապամներ են տեղ, 20 տարի ծնողներս, այդքան բանտենս, այդքան նեղություններ, եկեղեցու ամեն տեղից, այդ ովապա է ինձ, փառք Հիսուսին, ես ամեն օր արցունք թափեմ նրա ոտերը, այդ ոտերը ինձ պահելա, կյանք հատվեն, աղաչում եմ ձեզ, Հիսուսի նայեք, ձեր հավատքի առաջնորդը նայա, կատարողը նայա մի վախեցեք, Հիսուսի դեմ ոչ մի բան չի կարա կանգնի, թե տերություններ, թե երկինք, թե երկիր, թե սանդարամետ, ամեն ինչը Հիսուսը հաղթել է,
մահին աղթել եւ մեզ նոր մարմին է պատրաստում, նոր մարմին, անապականյալ, մարդը շփման մարմնով, քեզ երկնային մարմին է պատրաստել Քրիստոսի իր խաչով, մահն աղթել է, գերեզմանը աղթել է, մեղքը աղթել է, սատանային աղթել է, փառք ես Հիսուս, դուր այդ մարմինը երկնային մարմին է պատրաստել իր խաչով, ասենք փառք ես, լուսավոր բեհես, երկնային բեհես, որ հագնես դու հավիտյան Աստծու հետ ապրես, հավիտյան, մենք չենք եկե հավատքի մի քան օր ապրելու, հավիտյան, ես հարց եմ տալիս ես, որ դու ապրիր քո մեջ, դի կորցնես ամեն ինչ, լավ չի խաչվես, Հիսուս ապրի քո մեջ, ես ամեն օր խաչվում եմ, ասում եմ Հիսուս ջան, ես ապրել չեմ ուզում, մինակ դու խաչիր ինձ, մինակ դու ապրեսի մեջ, Քրիստոս բնությունը կատարյալ ձևավորվի մեջ, Հիսուսին նայեք, ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին, արժի է ասում պաշտել, արժի, դե հենց մենք ջիգարով մի հատ աղոտ կանենք,